Իսկ այսօր ընդդիմադիր պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել է անուն դրել մեր այս քարտեզին, որ ասում են ինչ են ասում են փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն է կպցրել։ Ժողովուրդ ջան, ծովից ծով Հայաստան եւ իրանք իմիջայլոց պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում է ծովից ծով Հայաստանի մասին։ Ես խոսում եմ իրական Հայաստանի մասին։ Գիտեք իմ ու իրանց տարբերությունը որն է, որ իրանք իրեքնել դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս, Եվրոպաներում կղզիներ ունեն այդ մարդիկ եւ այլն։ Նրանք ծովից ծով Հայաստանը նշանակում է պատերազմ։ Այդ մարդիկ մեզ եւ ձեզ ուզում են հրեն պատերազմի հորձանուտը, որպես իրանք թռնեն եւ վայելեն իրանք կղզիները եւ իրանք միլիոնները, որովհետեւ իրական Հայաստանը իրանք թալանածը հատիկ հետ է բերում։ Նրանք իրանք ունեցվածքն են ուզում փրկեն, որովհետեւ նրանց ունեցվածքի փրկվելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Այդ մարդիկ տզրուկի նման կպած են Հայաստանի օրգանիզմին։ Այդ մարդիկ կասկեղ են։ Մենք 8 տարի բուժում եւ քիմիոթերապիա ենք անում հատիկ վերադարձնելով։ Եկել է ֆունդամենտալ, այսինքն վիրահատական լուծման ճանապարհը, վիրահատական եղանակով 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ եռամետաստազ ուռուցքը Հայաստանի մարմնից պետք է հեռացնենք իրար հետ ժողովրդով քվեարկությամբ։ Ընդ որում, գիտեմ, որ սենց բաներ եմ ասում, շատեր ասում են բա միջև հիմա ինչի չի արվել։ Ժողովուրդ ջան, նախ 2018 թվականից միջև այսօր ավելի քան 8 միլիարդի գումարներ եւ գողացված գույք վերադարձվել է պետությանը եւ վերադարձվել է ձեզ իմիջայլոց։ Ես չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բայց Հայաստանի քաղաքացիները այս տարվա հունվար ապրիլ ամիսներին տասնյակ միլիարդով ավելի պակաս, տասնյակ հիմա ասենք կարող է ենթադրենք 20, ինչ որ մի միլիարդով, 7-8 այսօր ավելի կոնկրետ կասեմ, միլիարդավոր դրամներով դուք բոլորդ ավելի քիչ հոսանքի գումար եք վճարել այս տարի հունվար ապրիլին, քան անցած տարվա հունվար ապրիլին։ Գիտեք ինչի, որ ընձև անցած տարի հունվար ապրիլին կալուգացի օլիգարխը ձեզանից բոլորից այդ հոսանք գողանալիս է եղել եւ իր գրպանները լցնելիս մեր մանկապարտեզների, մեր դպրոցների, մեր զորամասերի, մեր պետական հիմնարկների վրա 2025 թվականի ամռանից հեծը այլևս պետության վերահսկողության ներքո է եւ դուք բոլորը այսօր ցանկացած ամիս ավելի քիչ հոսանքի փող եք վճարում եւ նրանց թալանածը հատիկ վերադարձնելու ենք եւ մենք վերադարձնելու ենք եւ վերադարձրել ենք։ Մենք Միացյալ Նահանգներում ֆինանսների նախարարի տունն ենք հանել վաճառքի։ Հիմա այդ գնի 70%-ը փոխանցվում է Հայաստանի բյուջե։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետության փայաբաժինն ենք ապահովել եւ 2018 թվականից մինչեւ այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիներին։ Հիմա դուք կարեք հարցնեք, բա ինչ են կարել այդ փողերը։ Եթե դուք չեք տեսնում,
Կամ ես համոզված եմ, դուք տեսնում եք։ Մենք արդիկում քանի մանկապարտեզ ենք վերանորոգի, արդիկ խոշորացված համայնքում։ Մենք այդ գումարներով դպրոցներ ենք կառուցում, մենք այդ մանկապարտեզներով ճանապարհներ են կառուցում։ Ես հիշում եմ առաջին անգամ որպես վարչապետ ինչ ճանապարհով եմ մտել Արթիկ քաղաք, այսօր տեսեք մենք ինչ ճանապարհով ենք մտել Արթիկ քաղաք։ Այդ ամեն ինչը արվում է Սամոներից, Գագոներից, Ռոբերտներից, Սերժերից, հատիկ վերադարձված փողերով։ Ավելին ասեմ, 2018 թվականից մենք 7 անգամ թոշակ բարձրացնելու որոշում ենք կայացրել, 7 անգամ, 8 տարվա մեջ մենք 7 անգամ անդրադարձել ենք թոշակի, 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ մենք թոշակ ենք բարձրացրել, մենակ կովիդի և պատերազմի տարի, այսինքն մենակ մի տարին էլ եղել է կովիդի պատերազմի տարին, 2018 թվականին Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկախի կառույցի դեպքում վերադարձի համակարգը, այսօր մինչև 18 տարեկան երեխաները եւ 65 պլյուս թոշակառուները առողջության ապահովագրությունից են օգտվում, առողջության ապահովագրություն, լսել եք տենց բան, թե չեք լսել։ Եվ այդ ամեն ինչը արվում է դրանց թալանչի ձեռները կոտրելու շնորհիվ, դրանց թալանչի ձեռքերը կոտրելու արդյունքում, եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը թույլ չի տա դրանց ոտքի կանգնել եւ շարունակել տզրուկի նման Հայաստանի, էլի եմ ասում ժողովուրդ, ծովի ծով Հայաստանի մասին խոսողներ այսօր դոշներին կպցրած, իրանք սպասում են, իրանց մի բան ուզեն, Հայաստանը մղեն կոնֆլիկտների հորձանուտը, որից մենք վերջապես ազատվել ենք, իրանք թռնեն իրանց Հունաստանի կղզիներում, չգիտեմ տարբեր երկրների կղզիներում ապրել, մենք թույլ չենք տալու, որ նրանք, եւ ովքեր են, Գալուգացին 6 զորակոչային տարիքի մարդ կա իրանց ընտանիքում, մեկը բանակ չի զորակոչվել, մեկը բանակ չի, Ղարաբաղի պսևդոէլիտան, բոլորը մի մասը օրինական, այսինքն բոլորն էլ անօրինական, Երևանում տներ ունեն, Երևանում տներ են ունեցել ի սկզբանե, բա Ղարաբաղի ժողովուրդը խի չի ունեցել այդ տները։ Ղարաբաղի ժողովրդին այսօր մենք ենք Հայաստանում տուն տալիս, եւ նրանք հիմա էլ մեզ ուզում են Ղարաբաղի ժողովրդի դեմ անեն։ Ընդհակառակը, այսօր Ղարաբաղի ժողովուրդը մեզ մեղադրում է, ասում է դրանց տները խի չեք իրանց ձեռից առնում, դրանց էլ հերթը կհասնի, դրանց էլ անպայման հերթը կհասնի, բայց շատ կարևոր է մենք հետևական գնանք այս ճանապարհով։ Ժողովուրդ ջան, բայց այս խոսակցության ամենակարևոր թեման եւ ամենակարևոր նորությունը հետեւյալն է։ Մենք Հայաստանում ի վերջո հաստատել ենք խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը, թե տեր չի կանգնելու։ Ուրեմն մեր խաղաղությունը, 9 ամսեկան մեր խաղաղությունը նման է ուրիշ բան չլինի, ասում եմ մենակ են պատճառով, որ մենք սահմանին այլևս զոհ վիրավոր չունենք, այլևս ասում եմ նախկինում տես տարի չի եղել 91 թվականից սկսած, որ մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել, մի տարի այդպիսի չի եղել, մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները իրանց խոհանոցից հյուրասենյակ գնալիս զգուշությամբ են անցել պատուհանների տակ, այդ էջը փակված է, նրանք ուզում են նորից բացեն այդ էջը եւ նրանք ավելին ասում են մեր 9 ամսյա մանուկը խաղաղությունը
Եկեք ասում են մենք ի վիճակի չենք տեր կանգնել իրան, եկեք հանձնենք որբանոց, եկեք հանձնենք ուրիշների խնամքին։ Այդ որ այդքան խոսում են երաշխավոր, դրա մասին է։ Այդ իննամսա մանուկին որբանոց հանձնելու մասին է։ Բայց մենք երկու բան ենք ասում ենք իննամսա խաղաղությունը նախ, իննամսա երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե նրա մասին հոգ չտանենք, նա չի ապրի։ Եթե չխնամենք, նա չի ապրի։ Եվ երկրորդը, համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ, Հայաստանում կա քաղաքացի, որ ի վիճակի է տեր կանգնել իր խաղաղությանը, ի վիճակի է տեր կանգնել խաղաղությանը։ Եվ հետևաբար, ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։